ինչ ասել է ապագայի կրթություն։ Ժամանակակից կրթության առանցքը դա հմտությունների, կարողությունների ամբողջական համակարգի ձևավորումը եւ ուսանողին դա հասանելի դարձնելն է։ Բացառել այն, որ գիտելիքը նվազ կարևոր է, կարծում եմ դա էլ չեն կարող։ Այսօր ուսանողին գիտելիքով չես զարմացնի։ Մենք փոխում ենք մեր կրթական քաղաքականությունը եւ փիլիսոփայությունը։ Նույն հմտություններն ու կարողությունները այսօր երիտասարդները կարող են ձեռք բերել նաեւ ոչ ֆորմալ կրթության շնորհիվ։ Կրթական մոդուլը, որ մենք մշակել ենք, դա 7 կարողությունների եւ մտածողությունների մոդուլ է։ Մեծ ուշադրություն ենք դարձնում դա արհեստական բանականության prompt-ի, engineering-ի եւ ագենտների ուսուցումն է լինելու։ Դասախոսական հանրույթը որքանով էր պատրաստ այս փոփոխություններին։ Հիմա մեծ պահանջներ ենք ներկայացնում դասախոսներին։ Մենք ուսանողներից մեծ պահանջներ ունենք։ Ինչ բաժիններում կարող են սովորել այդ մոդուլին համապատասխան։ 6 տարում մեր 4 մասնագիտությունները Շիրակի մարզի top 10 մասնագիտությունների մեջ են։ Ասում են յուրաքանչյուր երիտասարդի, ընտանիքի եւ երկրի լավ ապագայի հիմքում լավ կրթությունն է։ Իսկ որն է ապագայի կրթությունը թեման այսօր մեր դիտակետում է հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, ինչ ասել է ապագայի կրթություն եւ այդ համատեքստում դեպի ուր է ուղղված ապագայի կրթության վեկտորը, բացի այն, որ ուղղված է ապագային։ Դեպս որովհետեւ մենք խոսենք կրթության մասին, նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ է կրթությունը։ Եվ եթե փորձենք կրթությունը հագիրճ նկարագրել, դա մարդկանց մասնագիտական հմտությունների, կարողությունների եւ գիտելիքների զարգացումն է, մարդուն դարձնել մասնագետ, կրթվելու միջոցով մարդը ստանում է գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների ամբողջություն, որով փորձում է աշխատաշուկայում որոշակի բարի կարարել։ Եվ այս իմաստով դասական կրթությունը ինչ է իրենից ներկայացրել։ Ներկայացել է, որ դասախոսները ունեցել են հսկայական բովանդակություն, ինֆորմացիա, գիտելիք, եւ ուսանողին այդ գիտելիքը այնքան էլ հասու չի եղել, եւ դասախոսը այդ գիտելիքը փոխանցել է ուսանողին։ Դասախոսը եղել է գիտելիքի կրողը, ուսանողը եղել է գիտելիքի ստացողը, զուգահեռաբար նաեւ որոշակի պրակտիկ աշխատանքներ է նախատեսվել կրթության մեջ եւ մարդը ավարտելով սկսել է աշխատել որևէ մասնագիտական ոլորտում։ Եվ դասական իմաստով մասնագիտությունը ժամանակին համարվել է հիմնականում ամբողջ կյանքի համար եւ մարդիկ ընդամենը ավելի շատ մասնագիտացել են տվյալ մասնագիտության մեջ։ Բայց ժամանակակից աշխարհը շատ արագացել է եւ քանի որ աշխարհը արագացել է մասնագիտությունները եւս ենթարկվում են արագ փոփոխության։ Եթե ժամանակին մասնագիտությունը կարող էր փոխվել մի քանի սերունդի դիտակետից կամ ժամանակահատվածում, ապա մասնագիտությունները այսօր շատ ավելի արագ են փոխվում։ Դուք տեսնում եք ինչքան մեր միջավայրում նոր մասնագիտություններ են առաջանում եւ ինչքան մասնագիտություններ, որոնք նախկինում կար, հիմա սկսել է քիչ-քիչ անհետանալ։ Եվ այս առումով կրթության բովանդակությունը, եթե նախկինում մասնագետ դառնալն էր, ըստիս հիմա մասնագետ դառնալը չէ, այլ կրթության իմաստը աշխատաշուկայում մրցունակ կադր թողարկելն է։ Այսինքն դու կարողանաս թողարկել աշխատաշուկայի համար մրցունակ մարդ, արդյունավետ մարդ, ստեղծարար արարող մարդ, ով ժամանակի ընթացքում նաև կունենա ունակություն փոխակերպվելու եւ մասնագիտության մեջ, եւ կարողությունների եւ աշխարհայացքների մեջ։ Հետևաբար ժամանակակից կրթության առանցքը դա հմտությունների, կարողությունների ամբողջական համակարգի ձևավորումը եւ ուսանողին դա հասանելի դարձնելն է, որովհետեւ ուսանողը ավարտելով համալսարան ինքը կարողանա լինել մրցունակ, որովհետեւ օրինակ ձեզ հետաքրքիր բան ասեմ, հիմա
ուսանողը, որ ընդունվում է 2026 թվականին, նա ավարտելու 2030 թվականին։ Մենք 26 թվականին, եթե իրեն սովորեցնում ենք բազային գիտելիք, այդ գիտելիքը 30 թվականին, երբ որ նա ավարտելու եւ աշխատաշուկա է մուտք գործելու, արդեն հին է լինելու։ Եվ իրեն դա պետք չի լինելու, որովհետեւ բովանդակությունը այսօր փոխվում է գրեթե ամեն շաբաթ, ամեն ամիս։ Էլ չեմ ասում ամեն տարի, ասում ամեն շաբաթ։ Եվ հետեւաբար կենտրոնանալ միայն գիտելիքահենք կրթությունը այսօր այնքան էլ ակտուալ չէ, առավել եւս որ եթե ժամանակին գիտելիքը հիմնականում հասու էր դասախոսին, հիմա գիտելիքը հասու է ուսանողին։ Արհեստական բանականության միջոցով, համացանցի միջոցով գիտելիքը շատ ավելի հասու է ուսանողին եւ քան դասախոսին։ Ինչի՞, որովհետեւ դասախոսների մի տարիքային խումբ ԱԲ օգտագործման մեջ, թվային տեխնոլոգիաների օգտագործման մեջ այսօր շատ կաղում են։ Եվ ուսանողները ավելի ճկուն են այդ առումով, ավելի աչքաբաց են, ավելի տեխնոլոգիաներին հաղորդ են։ Ուրեմն այսօր ուսանողին գիտելիքով չես զարմացնի։ Այսօր ուսանողին գիտելիք տալով աշխատաշուկայում մրցունակ չես դարձնի։ Եվ այս առումով մեր ամբողջ կրթական կոնցեպտը մենք սկսել ենք վերանայել, մենք փոխում ենք մեր կրթական քաղաքականությունը եւ փիլիսոփայությունը եւ մենք ամեն ջանք գործադրում ենք, որովհետեւ մենք մեր համալսարանից բաց թողնենք ոչ թե գիտելիք ունեցող կամ մեկ մասնագիտության վրա կենտրոնացած մարդկանց, այլ մարդկանց, ովքեր 2030 թվականի աշխատաշուկայում կլինեն մրցունակ։ Եվ սա է պատճառը, որ մենք հիմա մեծ կրթական մոդուլ ենք մշակել, որը կոչվում է շրջանավար 2030, եւ այդ շրջանավար 2030-ի առանցքը ոչ թե գիտելիքն է, այլ կարողություններ, հմտություններ եւ մտածողություններ։ Օրինակի համար հիմա մենք ունենք աճի մտածողություն։ Այսինքն մենք մեր ուսանողներին ամեն օր սովորեցնում ենք ինչպես կարելի է աշխատանքի, ջանքի եւ փորձի արդյունքում ընդլայնել կարողությունների շրջանակը, որովհետեւ մարդու ներուժը, պոտենցիալը շատ մեծ է։ Եվ դու եք ապացուցեց, որ մարդը ջանքի եւ աշխատանքի եւ փորձի միջոցով կարող է այդ շրջանակը լայնացնել։ Դժբախտաբար մենք այսօր աշխատաշուկայում հանդիպում ենք մարդկանց, ովքեր ասում են հնարավոր չէ, չենք կարող, չի լինի, չէ, այդ չէերի, ոչերի ամբողջությունը արդեն ապագայի աշխատողը պետք է չունենա, որովհետեւ եթե նա ունեցավ, նա մրցունակ չի լինի։ Առավել եւս, որ այսօր գրեթե բոլոր գիգանտ կազմակերպությունները համաշխարհային սկսել են ակտիվ կրճատումներ իրենց մոտ, հենց երեք կարդացի, որ Մետան եւս 10%-ով իր աշխատողների կրճատում է անում։ Եվ պատկերացրեք, Oracle-ը 30%-ով, այս համաշխարհային գիգանտները, Amazon-ը հսկայական կրճատումներ վրա իրենք սկսել են գործընթացները ավտոմատացնել եւ թվայնացնել։ Ուրեմն լավ աշխատող ով է, եւ մենք ասում ենք մասնագիտություն, առաջ գիտեք, մասնագետ համարվում էր նա, ով 10,000 ժամ փորձառություն ուներ։ 10,000 ժամը, եթե դիտարկենք, դա 5 տարի 8 ժամանոց աշխատանքներ մոտավորապես։ Այսինքն մարդը ավարտելով համալսարանը 5 տարի պետք է այդ ոլորտում աշխատեր, որպեսզի համարվեր պրոֆեսիոնալ։ Հիմա շատ հեղինակներ կառավարման ոլորտում եւ պրակտիկ աշխատանքի ոլորտում ասում են, որ այսօր մասնագետ դառնալու ժամկետը խիստ կարճացել է։ Եվ 100 անգամ կարելի ասել, որ այդ ժամանակը քչացել է։ Եվ եթե դու այսօր ուզում ես, եթե դու ունես բազային գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ, բայց ամենակարևորը մտածողություն, դու շատ ավելի պահանջված ես լինելու աշխատաշուկայում։ Աշխատաշուկայում ում են պահանջելու։ Նա, ով կարող է ստեղծել համակարգեր։ Այսօր ֆիզիկական աշխատանքը, մանավանդ կրկնվող աշխատանքը այլևս գործատուն չի ուզում, որ դա անի ֆիզիկական անձը, նա ուզում է, որ դա անի համակարգը, թվային համակարգը, արհեստական բանականության համակարգը, օրինակի համար այսօր ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում է արհեստական բանականության ագենտներին, աշխատողներ են նրանք վիրտուալ աշխատողներ են, դու կարող ես հանձնարարականը տաս եւ ինքը այդ հանձնարարականը անի, չունի էմոցիա, չունի հոգնածություն, չունի ղեկավարին շրջանցելու կամ խաբելու չասենք կարողություն, փորձառություն,
Այսինքն, երբ որ դու իրեն տալիս ես խնդիրը, ինքը ալգորիթմական ճանապարհով փորձում է լուծել այդ խնդիրը։ Ուրեմն էապես փոխվել է մասնագետ հասկացողությունը եւ էապես փոխվել է աշխատաշուկա հասկացողությունը եւ էապես փոխվել է աշխատաշուկայում մրցունակ լինելու հասկացողությունը։ Տեսեք, արդյոք այս կոնտեքստում չի ստվերվում գիտելիքի հանգամանքը, որովհետև բացառել այն, որ գիտելիքը նվազ կարևոր է, կարծում եմ դա էլ չեն կարող, բայց օրինակ նույն հմտություններն ու կարողությունները այսօր երիտասարդները կարող են ձեռք բերել նաև ոչ ֆորմալ կրթության շնորհիվ։ Ինչ մոդուլ է մշակել տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, որը կարող է այսօրվա դիմորդին մղել, գալ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ այդ մոդուլի շրջանակում ձեռք բերել այն կարողությունները, հմտությունները, որոնք որ կան շուկայում, կրթության շուկայում ճակերտավոր 6 ամսյա ժամանակաշրջանում օրինակ դա առաջարկող մարդ։ Տեսեք, այսօր ամբողջ իրավական համակարգը ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում միշտ դիմադրում է փոփոխություններին եւ ինովացիաներին։ Եվ դա է պատճառը, որ աշխարհի զարգացած երկրները ունեն հասկացողություն sandbox, այսինքն ավազիա արգղ։ Ինչը սա իրենց ենթադրում, իրենք օրենքի մակարդակում ասում են, եթե դու որևէ նորարարություն ես բերում ասպարեզ, քո վրա այդ օրենքները, որոնք այդ նորարարության փորձարկումը սահմանափակում է, դրանք վերացվում են, եւ դու աշխատում ես այդ օրենքներից դուրս, այսպես ասած, այդ փորձարարական պիլոտային ծրագրով, եւ եթե քո արդյունքը դրական է լինում, օրենքներում սկսում են փոփոխություն անել ակտիվ։ Եվ այո, այսօր մեր կրթական համակարգում մեր գործող օրենքները էապես խոչընդոտում են կրթության զարգացմանը։ Օրինակ մենք 2030 թվականի համար շրջանավարտ պատրաստում ենք 2020 թվականի հաստատված չափորոշիչներով, ունենք որակի ազգային շրջանակ եւ պարզ է որ 10 տարվա չափորոշիչները էապես փոխվել են եւ հիմա մենք օրինակ ակտիվ աշխատում ենք որ այդ չափորոշիչները մենք համապատասխանեցնենք արդի ժամանակի պահանջներին եւ ոչ թե մենք պետք է համապատասխանեցնենք ժամանակի պահանջներին մենք պետք է ժամանակից առաջին համապատասխանեցնենք մենք պետք է կանխատեսենք 2029-ը 30-ը 31-ը եւ այսօր մեր ուսանողին այդ կրթությունը տանք որովհետեւ եթե մենք տանք 2026 թվականի օրակարգի կրթություն 2026 թվականի օրակարգի կրթություն 2030-ը խիստ հին է լինելու եւ դա է պատճառը որ մենք համալսարանում գնում ենք այդ գլոբալ փոփոխություններին մենք ինչ ենք ասում ենք պետք է սովորողից մարդը դառնա մտածող մտածողից մարդը պետք է դառնա հասկացող եւ հասկացողից մարդը պետք է դառնա արարող կատարող եւ մենք այդպես կատակով համալսարանում ասում ենք որ մեր կրթությունը խարսվում է նրա վրա որ մենք տանք այնպիսի ուսանողներ որոնք ոչ թե կլինեն problem bringer-ներ խնդիր բերողներ այլ problem solver-ներ խնդիր լուծողներ որովհետեւ լավագույն պահանջված աշխատողը եւ մրցունակ աշխատողը որովհետեւ մրցունակը նա է ում ուզում են պահեն մյուսին հանեն լավագույն մրցունակ աշխատողը այն աշխատողն է, ով գործատուի համար խնդիրներ է լուծում եւ ոչ թե խնդիրներ բերում, որովհետեւ ցանկացած գործատու այսօր կարող է ամենակիչը AB prompt-ի մակարդակում, հարցի մակարդակում հարցնել արհեստական բանականությանը, դες process-ում ինչ խնդիրներ կա եւ իրեն կդա այնքան խնդիրներ եւ նույնիսկ ավելին արհեստական բանականությունը նաեւ կդա լուծումներ, բայց ինքը անմիջապես ուղիղ դեռ այդ խնդիրները չի լուծի։ Ուրեմն որովհետեւ մենք մրցունակ լինենք աշխատաշուկայում, մենք պետք է դառնանք խնդիր լուծող, խնդիր բերողից։ Եվ այո, մեր համալսարանը այս իմաստով այդ կրթական մոդուլը, որ մենք մշակել ենք, դա 7 կարողությունների եւ մտածողությունների մոդուլ է։ Առաջինը մենք ասում ենք դա աճի մտածողությունն է, փոփոխության մտածողություն, աշխարհը շատ արագ փոխվում է։ Դու պետք է ունենաս փոփոխության մտածողություն։ Պետք է ունենաս համակարգային մտածողություն, եթե դու չես կարող համակարգեր համակարգեր նախագծել եւ շահագործել, դու ոչ մեկին պետք չես լինելու, որովհետեւ համակարգերն են այսօր ստեղծում արդյունավետություն, եթե նախկինում միավոր ժամանակում X աշխատանք էր կատարվում, հիմա միավոր ժամանակում 10x է կատարվում։ Օրինակ մենք մեր համալսարանում ունենք թվային վերափոխման, ավտոմատացման եւ համակարգման մասնագետ, միայն 2 ամսվա իր աշխատանքի արդյունքում մենք խնայել ենք 300 մարդ ժամ աշխատանք։ 300 մարդ ժամ աշխատանքը, այսինքն 300 ժամ։
Այսինքն նաև արդյունավետությունն է։ Աշո շատ գործընթացներ հիմա մենք համալսարանում ավտոմատացրել ենք եւ շարունակում ենք ավտոմատացնել։ Օրինակ 1 ամիս հետո մեր համալսարանում տեղեկատվության ստացումը ամբողջապես եւ նամակների պատասխանումը ամբողջապես ուսանողների լինելու է ավտոմատ, այսինքն ուսանողը գրելու է հայտ տեղեկատվության ստացման վերաբերյալ եւ 1 վայրկյան հետո իր մեյլի վրա ինքը ստանալու է տեղեկանք իր ուսումնառության վերաբերյալ, տալու է դիմումներ եւ 1 վայրկյան հետո իր էլեկտրոնային փոստի վրա ստանալու է դիմումի պատասխանը, որը նաեւ կցված է արհեստական բանականության գործիքներին։ Այսինքն շատ կարևոր է նաև բու եւ ուսանող հարաբերությունների շփումների բարձրությունը այս համատեքստում։ Անշուշտ, եթե մենք խոսում ենք համակարգերից, այդ համակարգերը նախ եւ առաջ մենք մեր մոտ պետք է կիրառենք, եթե մենք չենք կարող կիրառել, մենք մեր ուսանողներին ո՞նց կարող ենք սովորեցնել։ Հաջորդը, որ շատ կարևոր է, դա problem solving-ն է, խնդիրների լուծելու կարողությունն է, որ ժամանակակից կրթության առանցքը պետք է լինի։ Պետք է լինի փափուկ հմտություններ, բայց փափուկ հմտությունները, եթե ժամանակին փափուկ հմտությունները թիմային աշխատանքներ, ստրեսների կառավարում եւ այլն, նոր ժամանակներում փափուկ հմտությունները ավելի տեխնոլոգիական են դառնում։ ԱԲ-ի հետ շփման եւ այլն։ Եվ նաեւ կոշտ հմտություններ եւ նորից կոշտ հմտություններում մենք լրիվ ուրիշ ապրանք ենք առաջարկելու։ Մենք ասում ենք, որ ժամանակակից արդյունավետ մարդու կերպարի մեջ անխախտ պետք է լինի տվյալ հասկանալը, տվյալ վերլուծելը, տվյալ մշակելը եւ տվյալները օգտագործելով data science-ը, որ ասում են, տվյալները օգտագործելով որոշումներ կայացնել, որովհետեւ ժամանակակից տնտեսագիտությունը էապես տարբերվում է ավանդական տնտեսագիտությունից, հիմա շատ ավելի առաջադեմ ճյուղ է դարձել վարկագծային տնտեսագիտությունը, երբ որ հասարակական վարկագիծը կանխատեսելու, կառավարելու միջոցով փորձվում է կառուցել ամբողջ տնտեսությունը եւ այս համատեքստում տվյալը այս ամբողջ համակարգի ռեսուրսն է, եթե չկա տվյալ, չի կարող լինել արդյունավետ որոշում։ Օրինակ հիմա որ մենք նայում ենք մեր համայնքային կառավարումը կամ կառավարման այլ ոլորտներ բացառում են տվյալահենք կառավարումը, իսկ եթե չկա տվյալահենք կառավարում, չի կարող լինել կառավարման որևէ արդյունավետ մի բան։ Եվ վերջի բանը, որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, դա արհեստական բանականության prompt-ի, engineering-ի եւ ագենտների ուսուցումն է լինելու։ Ասեմ, որ մոդուլը արդեն ամբողջությամբ պատրաստ է, հիմա մենք համագործակցում ենք շատ հեղինակավոր կառույցների հետ Հայաստանում, օրինակ արդեն դասընթացներ է պատրաստվել Շիրակի մարզպետարանի համար, առաջիկայում դասընթաց անելու ենք Պեկ ուսումնական կենտրոնի հետ, միջազգային մի քանի գործընկերներ մեր հետ շատ հետաքրքրված են այդ դասընթացների ամբողջականացման եւ ներդրման, որը մենք փորձելու ենք ֆորմալ կրթությունը զուգորդել ոչ ֆորմալ կրթության հետ եւ նաեւ ինստիտուցիոնալ առումով ամեն չանք գործադրելու ենք, որ ֆորմալ կրթության բովանդակությունը փոխվի, որովհետեւ 4 տարի ակադեմիական կրթությունը, որ մենք հիմա անում ենք որակի ազգային շրջանակով, կարծում եմ, որ սա իրեն սպառած մոդել է եւ կրթության կազմակերպիչները սրա վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել եւ մենք պատրաստվում ենք առաջիկայում ազգային օրակարգում բարձրացնել այս հարցը դասական կրթության տրանսֆորմացիան ինչպես է լինելու, որովհետեւ եթե մենք չգնանք տրանսֆորմացիայի ճանապարհով, մեր շրջանավարտները կլինեն ոչ մրցունակ։ Եվ երբ որ ես ասում եմ մրցունակ, ես իրեն նկատի չունեմ միայն Հայաստանում։ Այսօր աշխարհը բացվել է եւ ֆրիլանսինգը աշխարհում մեծ տեղ ունի։ Այսօր Հայաստանում շատ մարդիկ իրենց տանը նստած աշխատում են top կազմակերպությունների հետ աշխարհի եւ եթե դու համաշխարհային շուկայում մրցունակ չեղար դու ոչ միտեղ մրցունակ չես լինի, որովհետեւ միաժամանակ եթե մենք այստեղից աշխատում ենք ամերիկյան շուկայի համար պայմանական, հնդիկներն էլ կաշխատեն մեր շուկայի համար, որովհետեւ այնտեղ աշխատուժը ավելի էժան է, մեր մոտ աշխատուժը ավելի թանկ է։ Իսկ ինտելեկտուալ կարողությամբ, IT զարգացածությամբ այդ երկրներում անբացատրելի մարդկային ռեսուրս կա։
քանակական առումով եւ այդ քանակից նաեւ կա որոշակի գեներացված մրցունակ որակյալ աշխատուժ։ Ուրեմն մեր կրթության ազգային օրակարգը պետք է լինի մրցունակ աշխատուժ թողարկելը, մեր բուհը որդեգրել է այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով եւ մենք երբեք չենք վախեցել փոփոխություններից, փորձարկումներից, փորձառություններից, նորարարություններից եւ այս իմաստով նորից շարունակել ենք մի ոգով։ Պարոն Պետրոսյան, քանի որ նշեցիք, որ բուհը որդեգրել է մրցունակ մասնագետներ, աշխատողներ, այսպես հանրությանը տալու այսպես ուղղությունը, այ դասախոսական հանրույթը որքանով էր պատրաստ այս փոփոխություններին եւ քանի որ ժամանակն էլ կարճ է, միանգամից մեր երկրորդ հարցը ձեզ եղեմ, ինչ բաժիններ կան, որ տեսեք արդեն դիմելու այսպես ժամանակաշրջանը բացվել է դիմորդների, ինչ բաժիններում կարող են սովորել այդ մոդուլին համապատասխան ձեր նշած։ Մենք 4 բաժիններ ունենք իրականում եւ վերջին 6 տարում մեր 4 մասնագիտությունները Շիրակի մարզի top 10 մասնագիտությունների մեջ են։ Որևէ անգամ մենք 10-ից դուրս չենք եղել եւ երկու բաժին ընդհանրապես միշտ top 5-ում են։ Եվ սա խոսում է մեր բուհի նկատմամբ մեծ պահանջարկի դիմորդների եւ դա լավ է, մանավանդ որ 6 տարի, 7 տարի անընդմեջ մենք ունենք շրջանավարների աճ, անընդհատ աճ ունենք։ Եվ ամենակարևոր բանը, որ մենք ունենք, տեսեք, բուհ ընդունվում են 40 բալանոց համակարգով, 2 առավելագույն 20, եթե 2 քննությունը եւ 60, եթե 3 քննությունը։ Հիմա մեր համալսարանում անցած տարի նվազագույն շեմը եղել է 24։ Այսինքն 40-ից 24 է եղել։ Ինչու՞։ Դա շատ լավ է, որովհետև պետությունը ասում է, որ եթե մարդը ստանում է 15, այսինքն 2.7.5, նա արդեն ընդունվում է համալսարան, բայց շատ դժվար է 15-ով ընդունված եւ 40-ով ընդունված ուսանողներին նույն կուրսում, նույն լսարանում համաչափ կրթություն տալ, բայց պահանջարկի մեծանալով բարձրանում է նաեւ սահմանը ներքևի։ Եվ անցած տարի մենք ամենացածր բալը 24-ն է եղել եւ դա խոսում է մեր բուհի շատ, այսպես ասած, գրավիչ լինելու եւ բարձր վարկանիշի մասին։ Իսկ ինչ մնում է մյուս հարցը, որ դուք տվեցիք, դասախոսական հանրույթի պատրաստ լինելու մասով, ասեմ, որ փոփոխությանը ոչ մեկ պատրաստ չի։ Նույնիսկ ում համար որ դու այդ փոփոխությունն անում ես ուսանողի, ինքն էլ պատրաստ չի։ Որովհետև ցանկացած փոփոխություն իր ճագերտավոր հարմարավետության կոդուց, այսպես ասած, կոմֆորտ զոնայից դուրս գալ է։ Մենք դասախոսներից հիմա մեծ պահանջներ ենք ներկայացնում դասախոսներին։ Մենք ուսանողներից մեծ պահանջներ ունենք եւ որ նրանք դառնան մասնագետներ, նրանք դառնան ոչ միայն մասնագետներ, այլ մրցունակ կադրեր, նրանք կարողանան մտածող լինել, նրանք կարողանան արարող լինել, որովհետև դպրոցը դժբախտաբար աշակերտներին սովորեցնում է ավելի շատ կրկնուսույցների պարագայում վարժանք, իսկ շատ մագարտակներում արտադրության պարագայում ստացվում է ուսանողը հարմարվում է արտադրելու գաղափարի հետ։ Եվ երբ որ գալիս են մեր համալսարան եւ մենք ասում ենք չի կարելի արտադրել, բացառվում է եւ պարտավոր եք մտածել, չի կարելի, այսպես ասած, վարժվել, իրանց մոտ մի փոքր համակարգային սխալ է գնում։ Իրանք մի քիչ ադապտանում են, մենք իրենց օգնում ենք, մի ամբողջ կիսամյակ մենք իրանց ադապտացնում ենք լավ մասնագետ, որակյալ մասնագետ, մրցունակ մասնագետ դառնալու օրակարգին։ Եվ դրանից հետո արդեն իրենք հունի մեջ են ընկնում։ Իսկ դասախոսների պարագայում եւս այո դիմադրություն ունենք, բայց փառք Աստծո ունենք շատ հետաքրքիր երիտասարդ սերունդ։ Մանավանդ մենք ունենք մոտ 20 դասախոսներ աշխարհի top 400 համալսարաններից, եւ իրենք էլ մեզ շատ այդպես օգնում են գաղափարական առումով, որ մենք կարողանանք այդ դիմադրությունը հեշտ հաղթահարել, աշխատում ենք CRGI հիմնադրամի հետ, որը աշխարհի top 10 կրթական հիմնադրամներից է եւ 13 դասախոս անգլալեզու կուրսեր են կարդում այդ հեղինակային ֆոնդի ծրագրերում եւ նաեւ լրացուցիչ վարձատրվում են մեր դասախոսները։ Ուրեմն շփվելով տարբեր համակարգերի ավելի բարձր որակավորում ունեցող կրթական հարթակների հետ, մենք արդեն
ավելի հեշտ ենք հաղթարում դիմադրությունը։ Իսկ այն դասախոսները, ովքեր զգում են, որ այս ստանդարտներին իրենք չեն ցկում, այսպես ասած, իրենք ինքնակամ հեռանում են եւ դրան մենք շատ նորմալ ենք վերաբերվում։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ, մենք 3 չա առաջ օրը փորձարկեցինք արհեստական բանականության պլատֆորմով դասալսումը։ Եվ չեք պատկերացնում ինչքան արդյունավետ արդյունքներ ենք ունեցել եւ ինչքան ժամանակի խնայվում։ Մենք առաջ դասալսումների համար մի ամբողջ հանձնաժողով էր գործում ամբիոնի վարչի գլխավորությամբ եւ միշտ չէ որ հասցնում էինք որակյալ դասալսումներ անել։ Իսկ հիմա մենք կարող ենք մասսայական դասալսումներն անենք եւ այդ դասալսումները ոչ թե անում ենք դասախոսին պատժելու համար, այլ հենց ԱԲ-ի հարթակում ինքը շատ հետաքրքիր ռեկոմենդացիաներ է տալիս, խորհուրդներ է տալիս, թե ինչպես դասը փոխել, որ լինի ավելի արդյունավետ։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Պետրոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես մեր հեռուստադիտողին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում մենք զրուցում էինք Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ, կհանդիպենք։